Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, Հայաստանում ընտրակաշառատուների եւ ընտրական տասովշիկների նկատմամբ պայքարը շարունակվում է։ Են ունեցել հերթական ձերբակալությունները այս անգամ Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում եւ որևէ մեկը թող չկասկածի հետեւյալի մեջ։ Նախ Պողպատե Չագուչով ես անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով ովքեր փորերը քսելով ասֆալտին փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ եւ ապօրինի ազդեցություններ գործել։ Ես ասում եմ, որ պողպատե մանդատով բոլոր այդ մարդկանց լինեն նրանք տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամ արտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանց նկատմամբ պողպատե մանդատով ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ։ Եվ այսօր զգուշացնում եմ, որ հունիսի 20-ին Թավիշի ժամանակները անցնում են եւ վրա է գալիս պողպատե մանդատի ժամանակները։ Եվ հետո որևէ մեկը թող չասի, թե չենք զգուշացրել։ Ուրեմն, սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 20-ին պետք է որոշում կայացնի Հայաստանում իշխանության ճակատագրի նկատմամբ։ Եվ հարցը այն չէ, թե մենք կմնանք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Հարցը այն է, քաղաքացին կմնա իշխանության Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 20-ին միահամոռ կգնա ընտրական տեղամասեր եւ կքվեարկի ինքը իր օգտին, որովհետեւ երրորդ քվեաթերթիկի վրա ինչքան էլ դե յուրե գրած լինի Փաշինյան Նիկոլ, Միրզոյան Արարատ, Մակունց Լիլիթ, այս քվեաթերթիկի վրա իրականում ձեզնից յուրաքանչյուրի անունն է գրած եւ ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի քվեարկելու ինքը իր նկատմամբ։ Եվ ուրեմն ես այսօր այստեղ արձանագրում եմ, որ Հայաստանում մեկնարկած ոչ բռնի ժողովրդական, բայց այս անգամ պողպատե հեղափոխությունը թափ է առել եւ թափ է հավաքում եւ այդ հեղափոխությունը հունիսի 20-ին ժողովրդի ուժով, ժողովրդի քվեարկությամբ պիտի հաղթի եւ մենք Հայաստանի Հանրապետությունում պողպատե մանդատով հաստատելու ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Բոլոր ընտրակաշառատուները, բոլոր ընտրակեղծարարները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո։ Եվ որևէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք ասֆալտների դեպ պարկելու, այդ թվում Երևան Ավշարից հրապարակի ասֆալտներում անձամբ պարկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ։ Թող պարկել վեր կենալ սովորեն, որ հետո բան լինի, հեշտ լինի։ Եվ ուրեմն հունիսի 20-ին գնում ենք ընտրական տեղամասեր եւ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա, Հայաստանի Հանրապետությունում կա ապագա, եւ ուրեմն ապագա կա, ապագա կա, ապագա կա, ապագա կա, ապագա կա, ապագա կա։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ժողովուրդ ջան։
Գվալտ մուրճի չափը կախված է ձեր տված տոկոսներից։ Ինչքան շատ տոկոս տակ, այնքան կվալտը չագուչը կմեծանա։ Եվ ուրեմն, ինչքան ուզում եք կվալտը ուժեղ լինի ու բարձր հելնի ուժեղ իջնի, այնքան շատ տոկոս տվեք։ Եվ չվախենակ, ընտրակաշարքի դեպքերի վերաբերյալ ահազանգում եք իրավապահ մարմիններին, բայց անկախ ամեն ինչից, ընտրական օրը, քվեարկության օրը, գնում եք ընտրական տեղամասեր եւ արձանագրում եք ձեր հաղթական կամքը, ձեր իշխանության վերահաստատումը Հայաստանի Հանրապետությունում եւ վերջնականապես մեր հանրային քաղաքական կյանքից վռնդում ենք կեղեքող էլիտային եւ հաստատում ենք նոր ժողովրդական իրավունքի եւ օրենքի վրա հիմնված էլիտա, հաստատում ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Դուխով ժողովուրդ ջան։ Լավ եղեք ժողովուրդ ջան։ Թող երեխեն Բացես։ Այս